Ես այդ ընթացքում գնում եմ Մոսկվա ինչ-որ հարցով, հարցեր արենում դեղ, ստեղ որոշումը փոխում են արդեն դնում։ Իդեպ ինչ վերաբերում է Մոսկվային, ասում են դուք ռուսի ագենտ եք։ Անկեղծ։ Դե հիմա եթե ագենտ եք, չեք ասելու, չէ, ագենտ չեմ, ես էլ պիտի հավատամ։ Բայց եկեք ասենք ինչու են ասում։ Նայեք, մարդը պայմանական ասենք Արամ Զավենի Սարգսյանը ասում է դրա մասին։ Ճիշտ է։ Արամ Զավենի Սարգսյանը իր ելույթներում ինձանից չես լսի, որ ես մի անգամ ասեմ Ռուսիա եթե ստե չլինի մենք կգորենք կամ մենք չենք կարա մեզ պաշտպանենք կամ մեզ բայց ինքը ունի այդ արտությունները երկրորդ ինքը իր բերանով ինքն է Ռոբերտ Քոչարյանն էլ չնայած իրար դեմ են Ղարաբաղի այս վերջի շրջափակման ժամանակ 9 ամիս առավոտի ցիրիկուն պրառուսական ուժերի հետ բանակցել է եւ խորհուրդներ են տվել։ Ուզում եմ հիմա քեզ հարցիդ հարցով պատասխանեմ։ Այս պրառուսկի եվրոպական ուժը ինչ խորհուրդներ ա տվել ռուսական ուժին այնտեղ։ Ինչ ռեկոմենդացիա կա տվել, որ Իրանա Ռոբերտ Քոչարյանի ռեկոմենդացիա բռնել ա դեղ։ Այդ շահերը էլի։ Այսինքն երկուսը մի բան էին ասում։ Ինչ վերաբերում է ես ագենտ չեմ։ Ու գործակալ ես մի քիչ գործակալ որ իմանաք ես այն օրն էլ եմ ասել հիմա էլ կրկնեմ 25 տարով ինձ զրկացա Ռուսաստանի պետություն մտնել Հայաստանում երկրորդ անձը տենց չէ հատուկ են զրկել որ իրենց որպես գործակալ դուք կարողանաք գործել ես կուզենայի մի հատ էլ հատուկ իրանց զրկեն կլինի մի հատ էլ հատուկ ասեք առավոտի ցիրիկուն դուք ես չնայած Ռուսաստանի դեմ չեմ եղել որովհետեւ բանով դեմ չեմ արտահայտել ես իմ ազգային շահերն եմ ասել երբ որ խոսում ենք մենք գործակալության մասին իմի ուզում եմ ինձ որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես միշտ խոսում եմ մեր ազգային շահերից հա չեմ խոսում ռուսամետ եմ եվրոպամետ եմ բան դա ինձ համար անընդունելի ձևակերպումներ է հիմի քաղաքական դաշտի մի մասը խոսում են ռուսամետները մյուս մասը այս եվրոպամետներ արևմուտքի ժողովուրդներ խոսում են դրան սրանց ասում են դուք 5-րդ կալոնա եք ասում են դուք էլ 6-րդն եք հիմի դուք երկուսով վիճեք կարող տեղներ փոխեք հա մեկը 6 դառնա մեկը 5 բան բայց մեկա դուք հայ չեք դուք Հայաստանի հարցերից չեք խոսում շահը հայկական ձեր համար չկա ձեր համար հայկական շահը չկա դուք գրանտներ եք ստանում աջակցություն եք ստանում ինչի համար եք այդ ռևերանսները անում դեպի այդ կողմերը հա որ ձեզ լավ զգաք ինձանից թող մի հարցազրույցում միտեղ մի բան հանեն ոչ թե այսօր ընդհանրապես սա իմ ապրած կյանքս այսինքն սա մեկ երկրորդը գործակալ լինելու չլինելու խնդիր չունեմ ինձ ոչ էլ ինչ-որ մեկին արդարանալու բացատրելու որ ես գործակալ չեմ կամ եմ կամ եմ ես ասում եմ մեր շահերից բխումը այս ծրագիրը այս տեսլականը մենք պիտի գնանք այս ճանապարհով եթե տեղ ինչ որ այլ պետություններ ոնց որ ճշմարտությունը խոսում ենք մեկը շահում է չէ մի կողմը շահում է երբ որ ճշմարտությունը ասում ես իրական մի կողմը շահում է նույնն էլ մի անգամ կարա արևմուտքը շահի մի անգամ կարա Ռուսաստանը շահի մի անգամ կարա Պարսկաստանը քո տեսլականից շահի բայց չի նշանակում որ դու կամ ռուսամետ ես կամ արևմուտամետ ես կամ ինչ որ եկեք գանք մեր